Ադրբեջանը դժգոհ է եվրոպական կառույցների գործունեությունից եւ այն հիբրիդային հարձակում է որակում։ Այդպիսի հայտարարություն է տարածել Ադրբեջանի խորհրդարանը Միլի Մեջլիսը մայիսի 4-ին, որտեղ գործում է հիբրիդային եւ արտաքին միջամտության դեմ պայքարի ժամանակավոր կոմիտե։ Խոսքն ինչպես եվրոպական առանձին կառույցների որոշումների մասին է, մասնավորապես Եվրոպական խորհրդարանի բանաձևերի, այնպես էլ Եվրամիության առանձին երկրների օրենսդրական մարմինների ընդունած որոշումների։ Դրանք Միլի Մեջլիսը վերագրել է Արևմուտքում գործող հայամետ ուժերին, որոնց շարքում նկատի են առնվում նաև լոբբիստական կառույցները։ Այս հայտարարությունը Միլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի եւ Եվրոպական խորհրդարանի միջև լարվածության ֆոնին, հատկապես Երևանում անցած եվրոպական քաղաքական համայնքին Ալիևի հեռավար մասնակցությունից հետո։ Ալիևը հիշեցրել է մայիսի 1-ի ադրբեջանական խորհրդարանի որոշումը Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը կասեցնելու ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությունը դադարեցնելու, ինչպես նաև Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովին անդամակցության դադարեցման ընթացակարգեր նախաձեռնելու մասին։ Պատճառը ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն էր, որում դատապարտվել էր Ադրբեջանում հայ ռազմագերիների, պահվող անձանց եւ պատանդների անարդար կալանքը։ Խորհրդարանը նաև բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ եւ անխոչնդոտ վերադարձի եւ մշակութային ժառանգության հարցը։ Ադրբեջանում նման հարցերի արծարծումը որակում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի խոչընդոտում կամ ինչպես Ալիևն է նշում, սաբոտաժ։ Ըստ ադրբեջանական խոսույթների այս հարցերի արծարծումը կարող է ապակայունացնել իրավիճակը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցող Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Ալիևի բողոքներին ի պատասխան շեշտեց կառույցի լեգիտիմությունն ու ժողովրդավարական սկզբունքները, նկատելով, որ իր ղեկավարած կառույցի բանաձևերը անհարմարություն են ստեղծում շատերի համար։ Ադրբեջանն այդուհանդերձ փորձում է պրագմատիկ քաղաքականություն վարել եւ խորացնել կապերը Եվրամիության առանձին երկրների, օրինակ Իտալիայի հետ։ Այդ երկրի վարչապետ Ջորջա Մելոնին Երևանից հետո պաշտոնական այցով մեկնեց Բաքու։ Երկու երկրների առանձնահատուկ կապերի խորությունը իհարկե նորություն չէ։ Դրանց հիմնականում կապում է հաղորդակցային ուղիներն ու էներգետիկան։ Անցյալ տարի Ադրբեջանի արտահանած 25 միլիարդ խորանարդ մետր գազի 9.5 միլիարդը բաժին է հասել Իտալիային հարավային գազային միջանցքի շնորհիվ։ Սակայն հանդիպմանը ուրվագծվեց եւս մեկ կարևոր ուղղություն, որը վերաբերում է պաշտպանական ոլորտին։ Խոսք է գնում համատեղ արտադրության եւ իտալական տեխնոլոգիաների ստացման մասին։ Այս ոլորտները Ալիևը քննարկել է նաեւ վերջերս Ադրբեջան մեկնած Ուկրաինայի եւ Չեխիայի ղեկավարների հետ։ Ի դեպ, մայիսի 5-ին Եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովից հետո սպասվում է նաեւ Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասի այցը Բաքու։ Ըստ երևույթին գլխավոր թեման կրկին վերաբերելու է հաղորդակցություններին եւ էներգետիկ անվտանգությանը։